Երբ որ ես այդ օրը պիտի գնայի Մարոն խաղայի, այսինքն հենց վաղը մյուս օրը երեկոյան ներկայացումը դրված էր։ Ես գնացի ոչ թե մի ժամ, 2 ժամ շուտ, բայց գնացի դրամարկղ, փող տվեցի, տոմս առա, ու այդ տոմսը վերցրած հանդիսատեսի մուտքով մտա ու բարձրանում եմ գրիմանոց։ Հետո ինձ դերասաններից մեկը ժողովրդական արտիստ Վալոդիա Գրիգորյանն էր, հանկարծ տեսա, որ ես տոմսը առել ու մտնում եմ, ինքն էլ էր գալիս, ինքը խաղում էր Լորեցի Սաքով։ Մի րոպե աչոնիկ, այդ դու տոմս ես առնում, որ մտնես խաղաս։ Ասի հա անկեր Գրիգորյան։ Աղջիկ ջան, դու աննորմալ չես։ Ասաց գնաց այդ խեղճ հաշվապահ հետ, գանձապահ էր, հաշվապահ էր, չգիտեմ ով էր նստած, գնաց վրա այնպես գորգորած, այնպես ինչ ասես, շան լապը լցրեց գլխին, թե երեխային ինչ ես դու տոմս տվել։ Հետո ինձ հասկացրին, որ չէ, դերասանները տոմս չեն առնում, դերասանները գլուխ խաղում։ Իսկ երբ որ անցավ մի ամիս ու ինձ ասացին Աչիկո գնա ելույթա վճարդ ստացի, այսպես ապշած աչքերս չռեցի, ասի ոնց դերասանները փող են ստանում, ասաց չէ, օդով են սնվում։ Ու ես ապշած զարմացած ասի վայ ինչ ամոթ է, ու այդքիս աստվածները իմ այդ պատրանքը գնաց։